Դրանք բռնկվեց մի անգամից։ Դրանք բռնկվեց։ Այդ անցկերից երևի կողմերից շուտ դրանք եկա, բռնկվեց անցկերից դրանք եկեց, հա։ Դա գազը վառվել է Իսկ ինչից է արդեղը բռնկվեք ասեք։ Անի մոտի կար, որ կրակը տվեց մի անգամից։ Այնտեղ անցքերը փակել էին, հակը 4 հատ գնացել է։ Ես ներքև դրսից տար։ Հա, ներքևի չա որ Հա, դու կողմնակետը Ես անգամ ինչ կանչեց։ Ասել եմ դա։ Արի շուտ կադրը, այսակի ստեղը լաբա չստեղն ասել Եթե դուրս է դեպի մեր չավակել ինչ-որ բար։ Դուրս է։ Դիրեկտորի ասպորես որնալա ոքոք Մի քանի օր շենքում եղել է շատ տարօրինակ հոտ, մեր աշխատակիցները եւ վարչական տնօրինության ներկայացուցիչները ահազանգել են Հայրուս Գազար, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների վարչություն, որպեսզի գան եւ ստուգեն թե ինչ է կատարվում, ինչու են մեր աշխատակիցները զգում այդ հոտը։ Եկան մի քանի օր, նայեցին, ստուգեցին, տեսան, որ հոտը գալիս է շենքի դրսից, լուկերից, ջրհորներից մեկից, նաև խնդրեցին, որ ջրհորները փակեն եւ մեր մասնագետները մեր ջրհորը փակեցին, իրենք ինչ-որ միջոցառումներ իրականացրեցին եւ գնացին, ասեցին ամեն ինչ արդեն լուծված է, բայց այսօր առավոտյան մենք ականատես եղանք եւ որ պայթուն տեղի ունեցավ, մեր աշխատակիցներից մեկը իջավ ներքև առաջի հարկ եւ հոտ ուժեղացել էր եւ պայթունը տեղի ունեցավ։ Բարեբախտաբար 3 արդեն ահազանգելուց հետո մեր բոլոր աշխատակիցները էվակուացվել էին շենքից, արդեն 3-վանից շենքում մարդ չկար, այդպիսով մենք կարողացանք խուսափել վիրավորներից եւ հիմա արդեն սպասում ենք արտակարգ իրավիճակի վարչության աշխատակիցների պատասխանին, պաշտոնական թե ինչ է պատճառը այդ տարօրինակ հոտի, պարզվել է, որ դա գազ չէ եւ միայն դրանից հետո մեր աշխատակիցները կկարողանան անցնել իրենց աշխատանքային պարտականությունները։ Մինչեւ այդ շենքը փակված կլինի, աշխատակիցներին մենք իհարկե կտեղավորենք այլ շենքերում եւ ամեն ինչ կանենք, որպեսզի
այդ խնդիրը շուտապույտ լուծվի եւ եթե լինի պաշտոնական պատասխան, թե ինչ է եղել պատճառը, մենք իհարկե կհայտնենք հանրությանը եւ հուսով ենք, որ համապատասխան կառույցները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նման բան არ չկատարվի։ Բարեբախտաբար շենքում ոչ մեկ չկար, 1-2 աշխատակիցներ էին, վարչական աշխատակից էին մտել շենք եւ նաեւ աշխատանքի պահպանության վարչության աշխատակիցն էին, բայց փառք Աստծո իրենք հիմա այստեղ են, ոչ մի լուրջ վնասվածք չեն ստացել, իհարկե վախեցել են շատ։ Իսկ կար աշխատող, որ ասեց մազերն է խանձվել։ Այո, քանի որ պայթյունը տեղի ունեցավ, մի քիչ մազերը խանձվել է, բայց